Գյումրու մարզական բարձրագույն վարպետության դպրոցի սաները տարբեր ժամանակներում փայլել են միջազգային մրցահարթակներում, մասնավորապես խոսքը վերաբերում է ծանրորդներին։ Վերջիններիս ցույց տված արդյունքներն ու նվաճած մեդալները խթան են հանդիսացել, որ գյումրեցի երեխաների հոսքը դեպի մարզադպրոց չնվազի։ Այսօր սաների պակաս չունեն։ Մարզումները նորմալ գահունով տնում են, երեխաների մեջելի ելանդը տեսնում են, այնպես չէ որ չեն բարանում, չեն հազախում, այսպիսի բան չկա, ու ծանրան բարդենիքներ գնվում մի խոսքը ասել է ամբողջ աշխարհում, ու հուսով եմ, որ մեր պատանի ծանրորդները վաղը լրացնեն իրենց ներդերը։ Անկախ Հայաստանի պատմության ամենատիտղոսակիր մարզիկներից մեկին Տիգրան Գևորգի Մարտիրոսյանին է ցանկանում նմանվել Ազատ Խաչատրյանը։ 10 տարեկան է, մարզիչները մեծ հույսեր են կապում նրա հետ։ Սիրեմ գրել սպորտաձևը ու կուզեմ դառնամ աշխարհահռչակ սպորտսմեն։ Ես ծանրամարտում հանում եմ շատ կիլոգրամներ եւ ամենաշատը եղել է 38-ը։ Կրկնակի ուրախալի է, երբ աղջիկներն են ծանրամարտով զբաղվելու ցանկություն հայտնում։ Գյումրեցի լավագույն ծանրորդուհիներից Քրիստինե Պետրոսյանը ցանկանում է, որ ապագայում մերօրյա չեմպիոններին արժանի փոխարինողներ լինեն։ Պետրոսյանի գլխավորությամբ առաջին քայլերը ծանրամարտում կատարում է 7 աղջիկ։ Վստահեցնում են, որ սիրով են մարզվում ու նպատակ ունեն դառնալ Եվրոպայի ու աշխարհի չեմպիոններ։ Հեռուստացույցով մրցումներ էին անում, Քրիստինե Պետրոսյանինը, Նազիկ Ավդալյանինը, Քովելյան Աննայինը, պես ոգևորվա եկա ծանրամարտին։ Մարդիկ կարծում են, որ դա աղջկա բան չէ, բայց ես շատ եմ սիրում։ Իրանք ինքնակամ եկել են, շատ մեծ սիրով մարզվում են։ Մենք շատ կուզենանք, որ մեզանից հետո շարունակողներ լինեն։ Մենք բազմիցս մի քանի անգամ ապացուցել ենք, որ ծանրամարտը այո, հենց կանանցի սպորտաձև է, եւ հույս ունեմ, որ այս փոքրիկ հրեշտակներով մենք կուրախանանք հետագայում, մեր հայ ազգը կուրախանա, որ այսպիսի մարզուհիներ ունի։ Մնում է զինվել համբերությամբ եւ սպասել իրադարձությունների զարգացմանը։ Հապետ Հարությունյան, Խաչատուր Գևորգյան, այսօր։